Բազմաթիվ մարդիկ կարծում են, թե միայն Փաշինյանի դեմ պայքարելով եւ այսպես ասած ընդդիմությանը աջակցելով կարող են Հայաստանը իբր փրկել թրքացումից, քանի որ նա իբր հակառուս է կամ վարում է հակառուսական քաղաքականություն, իսկ Ռուսաստանի հետ մերձ լինելը մեզ իբր կփրկի վիլայետ դառնալու ճակատագրից, բայց սա պարզապես մեծ թյուրիմացություն է եւ մանիպուլյացիա։ Նախ սկսենք նրանից, որ Փաշինյանի անդադար շեշտած իրական Հայաստանը հենց սովետական կամ այս դարում նեոբոլշևիկյան Հայաստանն է, որտեղ չկա ոչ Արցախ, ոչ էլ անկախություն։ Եկեք հիշենք, որ ամիսներ անց Նիկոլը ազգային ժողովում արտասանեց հետևյալ դավաճանական խոսքերը, մեջ բերում եմ. «Շատ են խոսում այն մասին, թե մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։ Այս հարցի մասին շատ եմ մտածել, եւ իմ եզրակացությունը հետևյալն է. մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Սա է ճշմարտությունը»։ Մեջբերման ավարտ։ Նրա եւ կեղծ ընդդիմության տեսանկյունից սա ճիշտ է, քանի որ իրենց համար Հայաստանի Հանրապետությունը ոչ թե պետք է լինի ինքնիշխան ու անկախ, Արցախ ամբողջությամբ ընդգրկելով, այլ Արցախից զուրկ եւ Ռուսաստանի կազմի մեջ։ Դրա համար էլ ամենևին պատահական չէր ուղիղ 4 տարի առաջ 2021 թվականի խորհրդարանական խայտառակ կրկեսային ընտրություններում օգտագործած սիմվոլիկան, երբ Փաշինյանը ցուցադրեց մուրճ, Քոչարյանը մանգաղ, իսկ Սերժ Սարգսյանը հին կողմանի աստղ, որոնք երեքը միասին կազմում են Սովետական Միության խորհրդանիշը։ Եթե իրապես կարծում եք, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելով մենք Հայաստանը կփրկենք թրքացումից, ապա չարաչար սխալվում եք, քանի որ ճշմարտություն ամբողջությամբ հակառակն է։ Ռուսաստանի հետ նոր միութենական միության մեջ մտնելը կլինի Հայաստանը թրքացնելու ամենաարագ ու հեշտ ձևը, որովհետև նման մղձավանջային պայմաններում ռուսներն ու թուրքերը նորից կբաժանեն Հայաստանը, ինչպես արեցին 100 տարի առաջ, հայ ազգին ոչ միայն զրկելով անկախ պետականությունից, այլև որևէ անգամ ռազմաքաղաքական գործոն դառնալու հնարավորությունից։ Մեզ համար միակ իրական Հայաստանը անկախ միացյալ հզոր Հայաստանն է, որը ազատված է ռուս-թուրքական ողորմելի վանդակից։ Այն Հայաստանը, որն իր մեջ կընդգրկի ոչ միայն Արցախ ամբողջությամբ, այլև հայկական լեռնաշխարհի մեծամասնությունը, որովհետև դրան ձգտելը ու այդ երազանքը իրականացնելը մեր ցեղի ոգու բաղձանքն է ու մեր ճակատագրի կանչը։